Անկախության ճանաչումը ես չեմ կարծում, որ Միսկի խմբից հրաժարվում է։ Չէ, շեղում ասացի, ես հրաժարվում չեմ ասում։ Շեղումը մի փոքր չեմ կարծում։ Ես կարծում եմ Հայաստանի իշխանությունները շատ ժամանակ այդ շեղումը թույլ չեն տվել մի շարք պատճառներով։ Ճիշտ մեկ պատճառ կարևորը։ Դա այն է, որ այն խոսացողները միջազգային արտահայտություններից են սնուցում զինծառայողները։ Իրենք խոսում են եւ Ղարաբաղի հետ կապված, եւ Հայաստանի ժողովրդավարացման հետ կապված։ Եթե դու ճանաչում ես Ղարաբաղի անկախությունը, իրենց բնականաբար անհարմար դրության մեջ են ֆնում, խնդիրներ է ստեղծում, չէ՞։ Իրենք են բնականաբար քո ներքին ժողովրդավարացման հետ կապված խնդիրներ քո առջև են։ Եվ դա է, կարծում եմ, նաեւ պատճառը, որ մեր իշխանությունները չեն փորձում անկախությունը ճանաչել։ Առաջի հարցը շանթարությունը։ Խորին հարգանք, շանթարությունների բնականաբար ազնվեց ճանաչում է։ Դա մտածողության տեսակ է։ Ես 100% համոզված եմ, որ ինքը որևէ կողմից չի ուղղորդվել, դա ուղղորդված ինչ-որ կլինի դա հյուսիս, հարավ, արևմուտք, կարևեր, բացառում է, Հայաստանի ներսում է, ես դա բացառում եմ, դա իր մտածողությունն է, ուստի և ես չեմ կարող մարդու ազատ մտածողությունը չհարգել։ Դա ճիչ էր, Շանթ Հարությունյանի ճիչ էր, այն որ դա հաջողություն չէր բերելու, կարծում եմ ի սկզբանե բոլորիս պարզ է, որովհետև 5-10 հոգով թեկուզ պահի հայտերով միևնույն է հեղափոխություն չես կարող։ Բայց ինքը որպես հոգու ճիչ, ես կարծում եմ հասավ իր նպատակին, այսինքն Շանթ Հարությունյան որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասեց, ես չեմ կարող այսպես ապրել։ Ինքը այսպես ասեմ, գեղարվեստական գրական այլ բառ օգտագործեց դրա համար, բայց հովանդակային առումով մենք սա կոչում ենք, որ այս ձևով ես չեմ կարող ապրել։ Ու սա իմ հոգու ճիշտ է, ես բողոքում եմ սրա։